Մարդիկ երևույթներն ու դեպքերը լրագրողական ինքնօրինակ տեսանկյունից բարի երեկո, դուք դիտում եք հատուկ ռեպորտաժը։ Փոլ եւ Լուիզա Ուարդ զույգը Մեծ Բրիտանիա Մելթոն մի քանի օր առաջ լույս աշխարհ է բերել զույգ մանչուկների։ Ուարդերը երեխա ունենալ հույսը կորցրել էին բժշկական բոլոր հնարավոր տարբերակները 10 տարի փորձելուց հետո եւ հանկարծ հրաշքը տեղի ունեցել ճիշտ այնպես, ինչպես 20 տարի առաջ նկարագրել էր գուշակը։ Ամուսինները նրան հանդիպել էին, երբ ընդամենը 18 տարեկան էին։ Գուշակներին հավատում են շատերը, նույնիսկ նրանք, որոնց ռացիոնալ մտածողությունը կարող է տարբերել հոգեբանական այն մանիպուլյացիան, որին գուշակները ենթարկում են իրենց հաճախորդներին։ Իհարկե եղել են պայծառատեսներ, օրինակ Նոստրադամուսը կամ Վանգան, բայց նրանք բավական մանվածապատ են փոխանցել ապագայի պատկերներ, այդ պատճառով նրանց պայծառատեսություններն ունեն այդքան տարբեր մեկնաբանություններ։ Մինչդեռ գուշակները ասում են այն, ինչ հիմնականում ենթագիտակցաբար իրենց մատնելով ցանկանում են հենց հաճախորդները։ Այդքանով հանդերձ գուշակներին այցելում են գրեթե բոլորը, հատկապես շոու բիզնեսի աստղերը եւ մեծահարուստ գործարարները, այս խիստ հոլիվուդյան մշակույթը տեղայնացել է նաեւ Հայաստանում։ Բացի գուշակներից կան նաեւ վիրտուալ ծառայությունների այլ մատակարարներ, թուղթուգիր հանողներ, անեծք վերացնողներ։ Համարվում է, որ մարդն ունի եթերային 7 մարմին եւ գուշակներն ու թուղթուգիր հանողները գործ ունեն դրանցից որևէ մեկի հետ։ Արտասովոր ունակություն ունեցող այս մարդկանց մասին եւ նրանց հետ բանավեճը միակն է։ Նրանց դրթողը չար ուժերն են, թե բարի։ Եկեղեցին ասում է չար, նրանք պնդում են միայն Աստծո օրհնությամբ են ուժեղ։ Արտյոմ Լևոնյանը 3 տարի առաջ որոշեց ռեպորտաժ անել այս մասին։ Նկարահանումները դադարեցին դեռ չսկսված, նկարահանող խումբը հոգեբանական ծանր ազդեցության տակ էր։ Արտյոմի կյանքում էլ սկսվեց անհաջողության անհասկանալի շղթա, որից դուրս գալու համար մենք որոշեցինք, որ կարևորը մեր գործընկերն է եւ ոչ թե գործը։ Մեր հոգատարությունը Արտյոմը վերադարձնում է եռամյա վաղեմության խոստումն այսօր կատարելով, նկարահանելով հայաստանյան մոգերին, գուշակներին եւ թուղթուգիր հանողներին։ Մինը կարելի աղա։ Ապեք եթես կարծում։ Մի կարծի որ դուք պետական նկարահոս երիտենա ու խելոքնա քեզ կյանքում այսինչ հաջողություն ունես։ Կան մի շարք գուշակներ, որոնք հենց ուղղակի կապ ունեն սատանայի հետ։ Ես աստիկին սանա, ես ուզում եմ քո հետ անկեղծ խոսել։ Դուք 3 մահ եք ունենալու ձեր տանից։ Ոչ մի գուշակ չի խոստովանում, որ ինքը չար ուժի ազդեցության ներկայագործում։ Այս նկարահանումներից անցել է գրեթե 3 տարի մենք փորձում ենք ուսումնասիրել չար ուժերին ու մոգերին։ Այն պահից, երբ նկարահանող խմբի յուրաքանչյուր անդամից սկսեցին տարօրինակ դեպքեր տեղ ունենալ, խմբագրական որոշմամբ մենք հետաձգեցինք հետաքննությունը։ Այսօր 3 տարի անց մենք կպատմենք այն, ինչի մասին գերադասում են լռել բոլորը, ու անգամ մեր հերոսները։ Գուշակ, վհուկ, մոգ խոսակցական լեզվում ու մասնագետների լեզվով նրանց տարբեր կերպ են անվանում։ Նրանց ծագման ու ձևավորման մասին ոչ ոք տեղեկություն չունի։ Գուշակությունը, մոգությունը կարելի ասել մարդկության հավասարազոր հին երևույթներ են եւ ինչ որ մի թիվ անվանել, որ այս թվին դա մտել է Հայաստան, ուղղակի անհնարին է։ Ով է մոգը, սովորական մարդ, թե մասնագիտություն, ունակություն, թե ծառայություն ինչ-որ մեկին, ինչպես ու ում միջոցով են նրանք խոսում։ Կարող են գտնել վկայություններ կախարդների, հուռուցների կամ նման մասնագետների մասին, որոնք մեծամասամբ բժշկություն էին անում, կախարդություն, մոգություն, բազմաթիվ ձևերով, բազմաթիվ պրակտիկաներով։ Միջնադարում եւ հատկապես ինկվիզիցիայի շրջանում Եվրոպան պատած խարույկների թանձր ծուխը ամեն օր մահ էր բուժում։ Այստեղ գրեթե ամեն օր վերացնում են կախարդների, մոգերի եւ գուշակների տարբեր պատմական վկայություններով 200-ամյակի ընթացքում վերացվեց ավելի քան 600,000 գուշակ։ Նրանց պարզապես հայրում էին։ Նրանց հիմնական ընդդիմախոսը եղել եւ մնում է եկեղեցին, այստեղ վստահ են, այնինչ գրված է Աստվածաշնչում, կացնով չես կտրի, բերմատկային ունակությունը չար ուժերի ձեռքի գործն է։ Այս մասին սեփական փորձով գիտի նախկինում գուշակ, այժմ եկեղեցու սպասավոր Տարոն վարդապետը։ Սատանան կարող է սահմանափակումների կամ ինչ-որ շրջանակների մեջ դնել այս մարդկանց, ասելով, որ եթե այս գործը չանես, քո ընտանիքի վրա այս գործողությունները կգա։ Նրա փորձը դառնալու էր փորձանք, եթե չգար եկեղեցի ու չմոռանար, սակայն գիտի սատանայի հետ կապի ու գուշակության մասին։ Վաղվա օրը Աստծունն է, բայց այն կարող է իմանալ նաև սատանան։ Սատանան ապագայի վերաբերյալ ոչինչ չգիտի։
ապագայի վերաբերյալ գիտի միայն այնքան, որքանով որ ինքը մարդկանցից ստացել է այդ տեղեկատվությունը։ Այսինքն, դիցուք դու այսօր քո ընկերոջ հետ պայմանավորվեցիր ինչ-որ բան, Սատանան գիտի դրա մասին, որ դուք վաղը պիտի հանդիպեք, այդ գուշակին հայտնում է, որ իրենք վաղը պիտի այս հանդիպումն ունենան։ Ռիտան իրեն անվանում է մոգ, գիտելիքը ստացել է Ռուսաստանի ակադեմիայում։ Գերեզմանից բերված մեխերը, օձի կաշին ու ասեղները նրա աշխատանքային գործիքներն են։ Սրանցով նա օգնում է, բայց կարող է նաև վնասել։ Նրան ենթարկվում են անգամ չար ուժերը։ Եթե մոգը շատ հմուտ է լինում եւ բանիմաց, անգամ նրան ենթարկվում են չար հոգիները։ Եթե նա խնդրում է, կարող է չարին էլ հեռացնել մարդուց։ Այսօր ես աշխատում եմ, գիտեմ, սև եւ սպիտակ մագիա։ Եթե ես չիմանամ սև մագիան, չեմ կարող պայքարել նրա դեմ։ Թուղթուգիր վերացնելը սատանայի կնիկ հանելն ու զույգեր կազմելը նրա ամենօրյա պրակտիկայի մի մասն է միայն։ Այնինչ անում է, անհետևանք չի մնում։ Թուղթուգիրն ու անեծքը չեն վերանում եւ շարունակում են իրենց ճանապարհը։ Հանում ենք նրանից, սիրելի Արտյոմ, բայց передаем другого։ Այսինքն, չարը տեղ է ուզում այդ գործը։ Այսինքն, ինչ է անում, մարդը գցում է խաչմերուկում այդ գործողությունը, որը արվում է, դա մելոչը, бросает на перекресток, գցում է խաչմերուկ, այսինքն, ով հետ անցավ վրայից, չարքը այդ րոպեին փոխվում է նրան մոտ։ Եթե Տիկին Ռիտան աշխատում է մեխերով ու ասեղներով, ապա Զինայդան էներգիաներով։ Ես ուզում եմ այս մարդու մասին տեղեկություն իմանալ, այո թե ոչ ինքը ինձ պատասխան է տալիս։ Նրա համար չկան բարի ու չար ուժեր, միայն էներգիաներ, որոնք նկարում է ու տեսնում, թե մարդու որ մասն է ցավում եւ ինչպես։ Նրա բացատրությամբ թուղթուգիրն ու մոգությունը կարող են հետադարձ հարված տալ։ Հասնելով այդ սև գդակը աուրայի մոտ դեռ չհասած, ինքը պայթում է եւ վերադառնում սկզբնաղբյուրին։ Ովքեր արել են կամ ով որ պատվիրել է, նրանք չեն հասկանում, որ նույն բանը իրանց է սպասվում։ Զինայդան մոգերին ու գուշակություններին վերապահումով են վերաբերվում, չի էլ փորձել խառնվել այդ գործին։ Ասում է ինքն օգնում է մարդու աստրալ մարմնին ու հոգուն, մինչդեռ գուշակները շփվում են ցածր էներգիաների հետ։ Սև մոգը բնականաբար լավ գործ չի անում, չէ՞, սև գործեր անում, նա այդ հոգիների հետ է կապը լինում։ Անդրշիրմյան այս աստեղային հոգու միջոցով է, սև էներգիայի միջոցով է իր գործը անում։ Գրբաց Գագիկի հետ հանդիպումը ծանր էր եւ մեր խմբի եւ նրա համար։ Աշխատանքային սենյակ մտնելուց անմիջապես հետո մեր մոտ սկսվեց անհասկանալի թուլություն։ Ինքն ինձ լավ չեմ զգում, ինչից կարելի է։ Մարմինը տողում եք։ Դուք գտնում եք մեծ դաշտի մեջ, դրա համար։ Ինչ դաշտի։ Դուք գտնում եք էներգետիկ մեծ դաշտի մեջ, դրա համար սպահով այս սիրակի մեջ որ գտնում եք, դուք ձեզ մոտ զորությունա, եթե ես ասի չեմ, միտք չի գալիս ինձ։ Սա զորությունից է։ Ինչ զորության մասին էր խոսում գրված Գագիկը չհաջողվեց պարզել ու տեսնել, բայց րոպեներ անց նա արեց իր առաջին բացահայտումը։ Ես սատանա տեսել եմ։ Եվ առաջին շոկը։ Սատանան ինձ չի մոտիկացել, սատանան ինձ կինո է ցույց տվել։ Ինչու՞ դա։ Այսինքն նա ցույցատել է ոնց է կարողանում ինքը մարդուն իր հետ վերի մենամարտի։ Ինձ մենակ խնդրել որ խաչ ցույց տամ իրան։ Ինքը բան ցույցատել է։ Ես տեսել եմ սատանայի գործունեությունը։ Գրբացը գիտի թուղթուգրի բոլոր գաղտնիքները թեև երբեք չի արել, միայն հանել է, աշխատում է հոգիների հետ, բայց բոլոր գաղտնիքները չի կարող բացահայտել, կա սահման, որից այն կողմ անցնել չի թույլատրվում։ Կարող դու սահմանը խախտես, խախտման եզր կանգնես ու քո սահմանի վրա դու խփեն։ Եվ գործի բնույթը պիտի ունենա իր գաղտնիությունը։ Գրբացը ունակությունը ժառանգություն է ստացել նախնիներից, նրա խոսքով իր ներսում երրորդ աչք է բացվել, ինչի մասին չի պատմում, գիտի որ չարը մարդկանցից և ոչ մեկին երբեք միայնակ չի թողնում։
Հիմա քո հետ էլա չարը, մուսի հետ էլա բոլորի չարը պատտվում է։ Ես կամ ռեալ տեսնեմ իրեն, մարդու տեսքով թեկուս։ Եթե չունեմ, էլի այդ հնարավորություն եւ Չի չես կարող։ Այսինքն շատ են այդպիսի մարդիկ։ Գիտեք ոնց է հիմա չարի ուժը ավելի շատ է, քան թե բարու։